Ղախարյան հանուն Վրաստանի կուսակցությունը մտնում է խորհրդարան։ Ընդդիմությունը խստորեն քննադատում է Գեորգի Ղախարիայի կուսակցության կողմից ստացված մանդատների կիրառումը, իսկ վրացական երազան կուսակցությունը հավանություն է տալիս այդ որոշմանը։ Սակայն նրանք Գեորգի Ղախարիայի կուսակցության կողմից նախկինում մանդատները չկիրառելը համարում են քաղաքական սխալ։ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում Ղախարիան հանուն Վրաստանի կուսակցությունը ստացել էր 12 մանդատ, բայց բոյկոտի պատճառով մինչ օրս չի կիրառել այդ մանդատները։ Ղախարիայի կուսակցությունը պլանավորում է մտնել նաև Աջարիայի գերագույն խորհուրդ։ Վրացական քաղաքական կուսակցություններն անդրադարձել են Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպմանը եւ Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի ուղերձներին։ Ընդդիմության կարծիքով Եվրամիությունը ցավոք պետք է քննարկի վրաց բնակչության համար վիզայի ազատականացման դադարեցման հարցը։ Ղախարիան հանուն Վրաստանի կուսակցության անդամները չեն բացառում, որ այդ առումով դժվար որոշում կկայացվի մինչև տարեվերջ։ Իսկ իշխող թիմից նշում են, որ Վրաստանն ազնվորեն կատարում է վիզայի ազատականացման վերաբերյալ իր պարտավորությունները։ Իգիտություն Լյուքսեմբուրգում այլ հարցերի հետ մեկտեղ քննարկվել է Վրաստանի հարցը։ Կայա Կալասը խոսել է Վրաստանում ստեղծված իրավիճակի մասին ու նշել, որ երկրում օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Նրա խոսքով Եվրոպական հանձնաժողովը մինչև տարեվերջ կներկայացնի զեկույց վիզայի ազատականացման ռեժիմի կասեցման մեխանիզմի վերաբերյալ ու հաշվի առնելով վիզայի նոր կարգավորումները կքննարկի որոշակի խմբերի համար վիզայի ազատականացման ռեժիմի չեղարկման հարցը։ Ըստ Կայա Կալասի, Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների մի քանի միջոցառում, սակայն դրանք այս պահին չեն կարող ընդունվել, քանի որ Եվրամիության որոշ անդամներ չեն աջակցում նշված նախաձեռնությանը։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սոցիալական էջում գրել է Լյուքսեմբուրգում կայացած Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպման վերաբերյալ։ Երեկ Լյուքսեմբուրգում կայացած արտաքին գործերի նախարարների խորհուրդը եւս մեկ բաց թողնված հնարավորություն էր Եվրամիության հանձնակատարների եւ նախարարների համար դատապարտելու հոկտեմբերի 4-ին Վրաստանի նախագահական պալատի վրա տեղի ունեցած բռնի գրոհը։ Դրա փոխարեն մենք կրկին լսել ենք վրաց ժողովրդին ուղղված կեղծ նարատիվներ։ Հանցագործներին թաքցնելը բռնության պատրվակ է, իսկ բռնության պատրվակը հետագա բռնության խրախուսում։ Բրյուսելը պետք է վերադառնա իր հիմնարար եվրոպական արժեքներին ու հրաժարվի խրախուսել բռնությունը որպես քաղաքական նպատակներին հասնելու զենք, գրել է Շալվա Պապուաշվիլին։ Վրացական իշխանությունները կարծես վճռականորեն տրամադրված են լրացնել խաղաղ ցուցարարներին սպառնալիքների եւ պատժի միջոցով։ Այս մասին նշված է Amnesty International-ի հայտարարության մեջ։ Կազմակերպության Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Դենիս Կրիվոշևի անունից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ ոստիկանությունը 10 ցուցարարների է ձերբակալել հանրային հավաքների նոր սահմանափակումների կիրառումից հետո։ Այս ձերբակալություններն ընդգծում են Վրաստանում բռնաճնշումների սուր միտումները։ Չնայած այն բանին, որ պետությունները կարող են որոշակի սահմանափակումներ կիրառել բողոքի ցույցերի նկատմամբ հասարակական կարգը պահպանելու համար, սակայն նոր փոփոխությունները գերազանցում են միջազգային մարդու իրավունքների իրավունքով թույլատրված նորմերը։ Խաղաղ հավաքները կարող են ժամանակավորապես խաթարել շարժումը կամ անհարմարություն պատճառել, բայց դա չի արդարացնում ցրումը կամ կալանքը, որը պետք է լինի վերջին միջոցը նման ոչ բռնի բողոքի դեպքում։ Վրաստանի իշխանությունները կացրած վճռականորեն դրամադրված են լրացնել խաղաղ ցուցարարներին սպառնալիքների եւ պատժի միջոցով։ Իշխանությունները պետք է ազատ արձակեն բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են միայն իրենց խոսքի ազատության ու խաղաղ հավաքների իրավունքներն իրականացնելու համար, ասվում է հայտարարության մեջ։ Թբիլիսիի քաղաքային դատարանում մինչև ուշ գիշեր ընթացել են Ռուսթավելի պողոտայում ձերբակալված ակտիվիստների եւ լրագրողների դատավարությունները։ Ոմանք մեղադրվում են ճանապարհը, մյուսներն էլ դեմքերը դիմակներով փակելու մեջ։ Լրագրող Քաթա Ցիսկիշվիլին, որը մեղադրվում էր ճանապարհը փակելու մեջ, դատապարտվել է 5 օրյա ազատազրկման։ Իսկ ծրագրավորող Թեյմուր Ասարալիձեն, որը ձերբակալվել էր դեմքը դիմականման իրով փակելու համար, դատապարտվել է 6 օրյա ազատազրկման։ Դատավորման ուչարկացուան Նինո Բերուաշվիլին, որը մեղադրվում էր նույն հոդվածով դեմքը դիմակով փակելու մեջ, դատապարտվել է 4 օրյա ազատազրկման։ Սաբա Ջափարիձեն նույնպես ձերբակալվել է նույն պատճառով ու դատապարտվել 6 օրյա ազատազրկման։ Ակտիվիստ Համար Թոթլաձեն, որը ձերբակալվել էր հոկտեմբեր 19-ի հանրահավաքի կապակցությամբ, դատավոր Թորնիկե Չոչքիանիի կողմից դատապարտվել է 6 օրյա վարչական կալանքի։
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում Վրաստանի ներքին գործերի ու ֆինանսների նախարարությունների վարչությունների աշխատակիցները թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացու։ Նա մեղադրվում է մեծ քանակությամբ թմրանյութեր անօրինական կերպով ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև դրանք Վրաստան անօրինական կերպով ներմուծելու մեջ։ Սարփի սահմանային անցակետում իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց գրավել են կոկաինի մեծ քանակությամբ 3 փաթեթ։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։ Եվս 30 օտարերկրյա քաղաքացի արտաքսվել է Վրաստանից։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության կողմից վերջին օրերին ձերբակալված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Հնդկաստանի, Իրանի, Թուրքիայի, Պակիստանի, Իրաքի, Եգիպտոսի, Լիբանանի, Մարոկկոյի, Ֆիլիպինների, Հորդանանի, Բանգլադեշի, Կանադայի, Կոտ դ'Իվուարի և Ռումինիայի քաղաքացիներ։ Գործողնեսության համաձայն արտաքսված անձանց սարքելվել է մուտք գործել երկիր։ Եվրոպական խորհրդի փորձագետների խմբի զեկույցի համաձայն Վրաստանի կառավարությունը վերջին տարիներին դրական քայլեր է ձեռնարկել մարդկանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեխանիզմներ մշակելու համար։ Այս մասին հաղորդում է Արդարադատության նախարարությունը։ Հրապարակվել է Եվրոպական խորհրդի մարդկանց թրաֆիքինգի հարցերով փորձագետների խմբի գնահատման 4-րդ փուլի զեկույցը։ Զեկույցում դրական է գնահատվել Վրաստանի կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկված քայլերը, ուղղված մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի օրենսդրական, ինստիտուցիոնալ ու քաղաքական մեխանիզմների հետագա զարգացմանը։ Այն նաև դրական է գնահատել տուժածների փոխհատուցման ընթացակարգի պարզեցումը, հանցագործությունների բացահայտման համար պատասխանատու պետական մարմինների լիազորությունների ավելացումը և ոլորտում աշխատող մասնագետների որակավորման բարձրացման ուղղված միջոցառումները։ Արդարադատության նախարարության փոխանցմամբ գնահատման զեկույցի 4-րդ փուլում նշված առաջընթացը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումների իրականացման մինչ գերատեսչական համակարգող խորհրդի արդյունավետ աշխատանքի արդյունքն է։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Թուրքիայի Հանրապետության առողջապահության նախարար Քեմալ Մամիսօղլուին։ Հանդիպմանը զրույցը վերաբերել է Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերությանն ու առողջապահության ոլորտում ակտիվ համագործակցությանը։ Նշվել է, որ առողջապահության ոլորտում երկու երկրների միջև սերտ գործընկերությունը բերել է կոնկրետ շոշափելի արդյունքների, ինչպես քաղաքացիներին որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու, այնպես էլ դեղորայքի ֆինանսական հասանելիության առումով։ Ընդգծվել է թուրքական կլինիկաների հետ մանկական ուռուցքաբանական ծառայությունների ամրապնդման գործում արդյունավետ համագործակցությունը։ Վարչապետը հույս է հայտնել, որ երկու երկրների առողջապահական գերատեսչությունների միջև համագործակցության հուշագրի ստորագրումը կնպաստի գործընկերության հետագա զարգացմանը։ Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի բռնագրաված տարածքներից տեղահանվածների աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխայիլ Սարջվելաձեն ու կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժոժոլյանին։ Վրաստանի սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության շրջանակներում ազգային սննդի գործակալության տեսչական խմբերը ստուգում են կաթի նմուշները։ Մասնագետները վերահսկում են ինչպես վաճառքի պայմանները, այնպես էլ նմուշներ են վերցնում լաբորատոր հետազոտությունների համար, տարբեր ցուցանիշների վերաբերյալ։ Բացի մանրածախ առևտրի կետերից, կաթի հում նմուշներ են վերցվում կաթի հավաքման կետերից ու վերամշակման գործարաններից։ Հարկ է նշել, որ կաթը լաբորատորիաներում ստուգվում է 24 ցուցանիշի համար, այդ թվում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդների, աֆլատոքսին M1-ի, բրուցելոզի, կապարի և այլնի որոշում։ Գործակալությունը կոչ է անում սպառողներին չգնել կաթ չկազմակերպված առևտրի վայրերում, որտեղ չի պահպանվում սննդի հետագծելիությունը։ Կյանքի ու առողջության համար վտանգավոր հիվանդություններով վարակվելու ռիսկը բարձր է չստուգված կենդանական ծագման սննդամթերք օգտագործելիս։